Մասնակցել եք 3 ընտրություններին։ Բոլորին մասնակցել ենք Աշճան։ Իմանալ արդյունքներից գոհ եք։ Չգիտեմ, Աշճան, այսպես մեծ կնիկեմ պես բանը չեմ հասկացած հավատալի։ Բավական գնացել եք ընտրելու Ընտրել եմ, համի չգիտեմ արդյունքն ինչ կան։ Քաղաքապետ չի ընտրվել, որևէ մեկը չի կարողացել 50+1 հավաքել։ Որ չի կարողացել, ես ինչ անեմ, ես ընտրել եմ, իմ քաղաքացիական պարտքս կատարել եմ, թե ով ինչ կերնի չգիտեմ Աշճան։ Հիմա ձեզ ոնց պիտի կարողանան լուծել այս հարցը։ Ես չգիտեմ։ Ընդդիմադիրներից երկուսը հայտարարել են, որ օրինակ միանում են վարչապետին։ Չգիտեմ Աշճան, ես չգիտեմ, վերև Աստված ինչ որ եղավ, ցավը տանում։ Կնայեմ ավելի ստառնակրիչ, չէ, ինչ որ եղավ, ես ամեն ինչի հետ համակերպում Գազիշյան, ես ամեն ինչի հետ։ Մենակ խաղաղություն եղնի ուրիշ վատ բաներ չէ, ով որ եղնի մեկ ինձ համար։ Մեր հայրենագիցներն են, ով որ եղնի ինձ համար մեկ է։ Մասնակցել եք ընտրություններին։ Այո։ Գոհ եք արդյունքներից։ Չգիտեմ, բայց անձի որ հարցանեք, ես օրենքն էլ ճիշտ ասած չեմ հասկանում։ Մի ժամանակ երկրորդ փուլի տարբերակ կար։ Բայց հիմա կոալիցիա բաներ ես չեմ հասկանում, էլի քաղաքական ինչ զարգացումներ կլինեն չեմ կարող ասել։ Իսկ ձեզ այդ ընդդիմադիր ուժերը ինչպես պետք է կարողանան որոշում կայացնել, որն է ճիշտ որոշումը։ Աղջիկ ջան, այդքան խելքը, այդքան ուժ հնարավորություն ունենա խորհուրդ տալու ընդդիմադիրներին կամ դիմադիրներին, չէ, խելքս հանձնում է, բայց թե ես հասարակ մարդ եմ, ինչ կարող եմ ասել։ Հետո գիտեք ինչ էլ ասեմ, քուշագություն կլինի, ես դրանից հեռու եմ քուշագություններից։ Ժամանակը ցույց կտա, էլի, ես չգիտեմ։ Հիմա ամեն մի չի, ցանկացած քաղաքական գործիչի, ցանկացած քաղաքական ուժի մեղմ ասած դատավորը ժամանակն է ու չգիտեմ, էլի ժամանակն է երևի։ Իսկ ընտրությունների այսպես ակտիվ մասնակցությունը ինչպես կգնահատեք, ինչով էր պայմանավորված։ Քաղաքացիները իրոք իրենց ձայնը կարևորում էին, թե ուղղորդված գնում էին որևէ մեկին ընտրելու։ Նայածով, դա միշտ է կա, նահեկա։ Մեկը կա ստիված է գնում, ստիված չեմ ասում ծեծելով, այլ ինչ որ բանի զոհ գնալով, մեկն է կա իր քաղաքացիական պարտքն է կատարում, միշտ է այդպես եղել ու միշտ էլ այդպես կեղնի։ Դեպքում ակտիվությունը բարձր է։ Ակտիվությունը բարձր էր, հա, խախտու, ես ասենք կողքից, թե մեր տնից մի երկու քայլի վրա էր այդ բանը, տեղամասը, ինչ որ բռնություն կամ ինչ որ քաշ տալով բերել, ոման չեմ նկատել։ Այո։ Արդյունքներից գոհ եք։ Անորոշ է արդյունքները, ես չգիտեմ բեր ճիշտ լինի, բայց թե գոհ ենք էլի։ Մասնակցել եք ընտրություններին։ Այո, Իսկ արդյունքներից գոհ եք։ չեմ կարող հեչ բան ասել։ Իրանց գործն է, սիրուն ջան չէ։ Ձեր քվեի տերը չէ, որ կարողանան քաղաքի Որոշեն, դրա համար հատուկ մարդիկ կան, իրենք կորոշեն, կգտնեն, կհարմարվի, ամեն ինչ լավ կերնի։ Արդյունքները ինչպես կգնահատեք։ Նորմալ, սպասելի։ Սպասելի է։ Կարելի է։ Ինչև այս պահը քաղաքապետը հայտնի չէ ով է, Բնական է, պետք է լինի այդպիսի իրավիճակ։ Ինչու է բնական որ պիտի այդպիսի իրավիճակ։ Քաղաքական դաշտի պատճառով։ Դուք չգիտեք իրավիճակը քաղաքական։ Դրա համար Ինչպես պիտի կարողանան ճիշտ լուծման գալ։ Այս պահին մեկ իշխանության տեխնատու է անցել եւ 4-ը ընդդիմության։ Եվ բոլորը սպասում են Մարտուն Գրիգորյանին։ այո, պետք է սպասեն ուզած, ուրիշ տարբերակ չկա, այսպես ասած։ Դուք ինչպես եք պատկերացնում։ Այդ իմ գործն է։ Ուզում եք ասել որ կողմն եմ, հա։ Չէ, ուզում եմ իմանալ ըստ Դե Մարտի Գրիգորյանից է կախված, նայած թե ինչ կլինի, ինչ կառաջարկեն իրեն, երևի դրանից է կախված։ 3 մասնակցել եք ընտրություններին։ Չէ։ Ինչի։ Ես հոգնած եմ դոնցից։ Ես դժգոհություն չունեմ, ես չգիտեմ, որտեղ որից մասնակցել եմ, շատ արդար ձևով անցել է։ Իսկ այն, որ քաղաքապետը այդպես էլ չընտրվեց, որևէ մեկը չկարողացավ 50+1 հավաքել, եւ այս պահին էլ բոլորը սպասում են Մարտուն Գրիգորյանին, թե ինչ հայտարարություն կանի։ Ես տեղեկություն չունեմ, չեմ կարող պատասխանել։ Բայց ես ինչպես պիտի վարվեն քաղաքի կառավարումը եւ այլն մնացած ամեն դեպքում եթե չկարողանան նորից արտահերթ ընտրություններ պիտի նշանակեն։ Դե եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն լինի, արդեն ինչ կարող ենք անել, ուրեմն կգնանք արտահերթ ընտրությունների։ Իսկ ներկապահի դրությամբ այդ ընդդիմադիրները ինչպես պիտի կարողանան իրենց դրսևորել։ Այն որ իրենք են որոշողը։ Ճիշտն ասած, ես միայն իրանց հայտարարություններն եմ լսել։
թե ինչ որոշում կկայացնեն, արդեն դա իրենց գործն է։ Ես չեմ կարող իրենց տեղ պատասխանել, ընդամենը լրատվությունից ինչ որ լսել ենք։ Կուզեն այդ ընդդիմադիրները միանան ու իրանք առաջացնեն, Աստված տա, ով որ Գյումրին լավ ղեկավար է, ով որ արտարք եղնի, թող ինքն էլ ընդրվի, ծեր ցավը տան։ Համենայն դեպս այս պահին երկու ընդդիմադիր ուժ հայտարարել է, քանի որ Վարդան Ղուկասյանն է ավելի շատ ընդդիմադիրներից ձայն տարել, կմիանան իրեն։ Միայն Մարտուն Գրիգորյանն է, որ մինչև այս պահը որևէ բան չի։ Ես հետևեի գպրոմնիկին բանին, տելևիզորին բանին, տեսնենք առաջ Աստված, տեսնենք։ Կարողանան լուծել, պիտի Մարտուն Գրիգորյանը միանա Վարդան Ղուկասյանին, թե ոնց պիտի լուծել։ Եթե Վարդան Ղուկասյանի փորձանք չի կա, միանան իրար, բանը մեղնի, մենք էլ շնորհակալ կեղնենք, ես ինչ գիտեմ, ես ավել պակաս բան։ Դե ով գիտե, չգիտեմ, հիմիկվա երգիրը խառնաշփոթ վիճակ է, շիլափլավ։ Ով ինչ կհասնա, ամեն մաս զորով են գուզեր իր բանը առաջ տանի։ Աստված իրանց հետ ես ավելնորդություն եմ հետագա կարծիքներս, առաջերտին սահմաններին խաղաղությունների այդքան բանը։ Երեք ընտրություններին մասնակցել եք ընտրություններին։ Այո։ Այսօր բայց մինչև այս պահը հայտնի չէ ի վերջո ինչպես է քաղաքի կառավարումը, ով է քաղաքի կառավարումը ստանձնելու, արդյունքներից դուք գոհ եք։ Գոհ եմ։ Այո։ Ըստ ձեզ ինչպես պիտի կարողանան, քանի որ այս պահին ընդդիմադիրների ձեռքում է, հա, այսպես ասած հնդակը, ինչպես պիտի կարողանան գալ մի հայտարարի։ Հայտարարի եկած է արդեն։ Աստված կա ամեն ինչ ինքը կուղորդի։ Պետք է Աստծուն հավատալ առաջնահերթ։